Բուն TV եթերում գիտության մարդիկ հաղորդաշարն է եւ իմ հյուրն այսօր Մհեր Խաչատրյանն է։ Մհեր, շնորհակալ եմ հարցազրույցի հրավերն ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերի համար, Աննա ջան։ Քո ուսումնասիրությունների ոլորտը ֆիզիկան է, մասնավորապես աստղագիտությունը։ Առաջարկում եմ տեղափոխվենք քո մանկություն, երբ որ քեզ մոտ այս գիտակարգի հանդեպ հետաքրքրություն էր սկսում առաջանալ, ինչպես պատահեց։ Փոքրուց միշտ հետաքրքրությունը կար, տարբեր գրքեր կարդալուց։ Ընդհանրապես նախ ասեմ, որ կարդում եմ մեծ եղբայրներիս գրքերը, իսկ իրանց դպրոցական աստղագիտության, մաթեմատիկայի եւ այլն, ու այդ հետաքրքրում էր։ Դեմ փորձում էի հասկանալ ինչ-որ բաներ, չնայած այնտեղ կային մաթեմատիկայի սիմվոլներ, որ անհասկանալի էր, վախենալու էր եւ այլն։ Ու ընտանիքն էլ խրախուսում էր ոնց որ կրթվելը, գիտելիք ստանալը եւ այլն, ու ընդհանուր ամեն ինչի հանդեպ հետաքրքրվածություն կար։ Իսկ կոնկրետ բնության, գիտության հանդեպ հետաքրքրվածությունը ավելի խորացավ, երբ որ սկսեցի կարդալ կոնկրետ մեկ գիրք, ամեն ինչ սկսվեց հենց այս գրքից։ Ժյուլ Վերնի Խորհրդավոր կղզուց։ Ուրեմն փոխարինող ուսուցիչը, որ փոխարինում էր ֆիզկուլտուրայի ուսուցիչին, պատմեց այդ գրքի մասին, սյուժեն մի քանի բառով նկարագրեց ու հետաքրքրեց ինձ ահավոր ու կարդացի, կարծեմ հենց առաջի գրքերից ա եղել գեղարվեստական, որ ձեռքս եմ վերցրել ու կարդացել եմ, ու այդտեղից արդեն խորացավ, քանի որ Ժյուլ Վերնը շատ լավ էր ներկայացնում կոնկրետ այս գրքի պարագայում, ուրեմն տեղի ունեն նավաբեկություն ու արդեն պետք է անմարդաբնակ կղզու վրա գոյատևել ու գլխավոր հերոսը Սայրս Սմիթը ինքը ինժեներ է, որը որ օգտագործելով իր գիտելիքները կարողանում է իր խմբին այդ անմարդաբնակ կղզու վրա ուրեմն ապահովել, իսկ այդ կերպարը ինժեների գիտնականի խելացի մարդու ոնց որ շատ sense բարձր էր դրած այդ գրքում ու այդ ահավոր հետաքրքրեց։ Քանի տարեկան էիր այդ ժամանակ։ Հստակ չեմ հիշի, որ փոքր ես լինում, միշտ sense խառնում ես տարիքները, որ տարիքում ես տակ, բայց երևի թե գուցե երկրորդ, երրորդ դասարան։ Ու տեղից սկսած արդեն Ժյուլ Վերնի բոլոր հայերեն թարգմանած գրքերը կարդացի, հետաքրքրությունը բնության հանդեպ խորացավ ու շարունակեցի մաթեմատիկան լավ էի սովորում դպրոցում, ընտանիքս օգնում էր, որ հետաքրքրություններս բավարարեմ, այսինքն երբ որ ֆիզիկայի ուրեմն ինչ-որ փորձ էի կարդում գրքի մեջ, գալիս էի տուն, ուզում էի փորձեի ինչա կատարում, տարբեր ափսեներ ջարդելով, ինչ-որ բաներ անելով, բայց չէին ջղայնանում, խրախուսում եմ, որ շարունակեմ այդ անել ու այդ օգնեց հետաքրքրությունը խորացնել, զարգացնել ու մերել էս կետին երևի։ Իսկ հենց աստղագիտության հանդեպ հետաքրքրությունն այդ տարիներին ձևավորվեց, թե արդեն ուսանող ժամանակ։ Չէ, հենց փոքրուց արդեն դիեզերքի աստղագիտության հանդեպ հետաքրքրությունը կար։ Կոնկրետ հստակ չեմ կարող ասեմ, որ պահից հենց դիեզերքի հանդեպ, երևի այդ ամենա sense խորհրդավորն է դրա համար, բայց ընդհանուր բնության հանդեպ էր հետաքրքրասիրությունը։ Ու այդ ոնց որ բնությունը ճանաչելու համար ֆիզիկանը որպես առարկա գալիս, հետո մաթեմատիկան, արդեն բնականորեն դրան էր դեպի գնում, որ ուսումնասիրեմ հենց դրանք, խորանամ դրանց մեջ ու տեղից արդեն բնականորեն խորացել է հենց աստղագիտության հանդեպ սերը։ Ու բնականաբար գնացիր ֆիզիկայի ֆակուլտետ, ֆիզիկայի ֆակուլտետում երբ որ սովորում էիր, արդեն պատկերացնում էիր քեզ համար գիտական կարիերա ուսանող տարիներին, թե դա ինչ որ կետից եղավ, որ մտածեցիր կուզես գիտությամբ զբաղվել։ Գիտությամբ զբաղվելու ցանկությունը ել ավելի շուտ է առաջացել, քան ֆիզիկայի ֆակուլտետ գնալը, այսինքն ֆիզիկայի ֆակուլտետ գնալը այդ գիտնական դառնալու, այսինքն գիտությամբ զբաղվելու համար միջոցներ հենց փոքրուց դպրոցի ընթացքում արդեն գնացի ֆիզմատ, որպեսզի խորացնեմ գիտելիքներս, ֆիզմատ դպրոց, ու այնտեղ հենց ավելի շատ խորացա, որպես ֆորմալ տեսանկյունից, ակադեմիական տեսանկյունից այդ գիտելիքներ ստանալը, նոր հետաքրքրություններ ձեռք բերելը, այնտեղ մասնակցեցի արդեն աստղագիտության օլիմպիադաների, ֆակուլտատիվ խմբակների, ծանոթացա ֆիզմատի շնորհիվ ծանոթացա ուրեմն Ավետի Գրիգորյանի հետ, Հայաստան տիեզերագիտական խմբակ այցելեցի ու այդ ամեն ինչը արդեն բնականով շարունակում էր, որ պետք է ուրեմն գնամ ֆիզիկայի ֆակուլտետ, ֆիզիկայի ուղղությամբ ու փորձեմ զբաղվեմ աստղագիտությամբ, աստղաֆիզիկայով։ Երևի մեծ լսողների համար անպայման պատմենք Այասի մասին, որը պարոն Գրիգորյանը տարիներ շարունակ աստղագիտական խմբակներ է պատանիների համար կազմակերպում եւ նրանց մոտ աստղագիտության ու տիեզերքի հանդեպ սեր ու հետաքրքրություն առաջացնում ու այսպես տարբեր սերունդներով նրա աշակերտները անցնում են։ Հայաստան տիեզերագիտական խմբակը ինքը գործում է 88 թվականից
մինչև հիմա ամեն 2 տարին մեկ նոր խումբ է հավաքվում, տարբեր երիտասարդներ, աշակերտներ, տարբեր տարիքային, տարիքային սահմանափակում չկա, ու հետաքրքիր էր, որ այդ ժամանակ, երբ որ ես գնում էի խմբակ, կար աշակերտ, ես այդ ժամանակ 9-րդ կամ 10-րդ դասարան էի, կար աշակերտ, որ 6-րդ դասարան էր, ու կար մասնակից, որ մագիստրատուրայի ուսանող էր, այսինքն այդ լայն տարիքային սպեկտրի բոլոր աշակերտների համար, այդ դեպքում արդեն աշակերտների համար հասկանալի էր նյութը մատուցվում, ու Ավետիք Գրիգորյանը հատուկ մեթոդ ունի ոչ դոգմատիկ հիմքերի վրա կրթելու, որպեսզի հնարավոր լինի հասկանալ հիմքերը ամեն ինչի, ու սկսած բազային ֆիզիկայի տարերից մինչև աստղագիտություն, տիեզերագնացություն եւ այլն 2 տարվա ընթացքում անցնում են աշակերտները, ու այդ ամեն ինչը նաեւ ուղղորդվում է փորձնական, իսկ ձեռքով ինչ որ փորձեր անելուց, հրթիռամոդելային խմբակով ձեռքով հրթիռներ սարքելուց, հետո վերջում արդեն խմբակի գնում ենք բյուրական, այնտեղ ասայտումներն ենք մասնակցում, մեր ասայտակով ենք նայում եւ այլն, ու այդ ամեն ինչը այդ հետաքրքրությունը ոչ միայն խորացնում է, այլ նաեւ տալիս է շատ լավ հիմքեր, ու բազմաթիվ աշակերտների է Հայաց տիեզերագիտական խմբակը տվել այդ հետաքրքրության բուստը, ուրեմն ոչ ֆորմալ ձևով գիտելիքներ ստանալու բուստը ու պրպտելու ցանկության աճը։ Այն որ ֆիզիկան, մաթեմատիկան քեզ հետաքրքրում են եւ դու ֆիզիկայի ուղղությամբ կրթությունը սկսեցիր, շատ հասկանալի պատճառներով է, բայց գիտեմ, որ նաեւ մեքենայական ուսուցման ոլորտում կրթություն ստացար, այդ ոլորտի հանդեպ հետաքրքրությունը երբ ու ինչպես առաջացավ ու ինչպես որոշեցիր մագիստրատուրան գնալ մեքենայական ուսուցման կրթական ծրագրով։ Հա, ուրեմն հենց դպրոցի վերջին տարին էլ ցանկություն էր առաջանում նաև փորձել ծրագրավորում, այսինքն հետաքրքրություն էր առաջանում, թե ինչ է ծրագրավորումը, ոնց են այդ համակարգերը աշխատում եւ այլն։ Ու նույնիսկ մտքեր կար, որ ֆիզիկայի ուղղությամբ չգնամ, այլ հենց ծրագրավորման ուղղությամբ գնամ, բայց մեկը որոշեցի ֆիզիկայի ուղղությամբ գնամ, որովհետեւ ֆունդամենտալ գիտելիքը մեկը այդ տեսանկյունից իսկն պետք է, ու նաև այդ ճկունությունը տալիս հետագայում վերապրոֆիլավորվելու ցանկացած բանի մեջ։ Ֆիզիկները այդ տեսանկյունից բավականին լավ են, ու արդեն երբ որ ֆիզիկայի ֆակուլտետում էի, առաջի 2 տարվա ընթացքում, երբ որ այսպես ասած internship էի անում Իգրանետում, որի մասին խոսենք, այդտեղ նաև ցանկություն առաջացավ մեքենայական ուսուցում սովորելու, քանի որ ինքը համ կապված էր ծրագրավորման հետ, այսինքն դու կոդ գրելով կարողանում ես խնդիր լուծել, համ կապված էր ուրեմն մաթեմատիկայի հետ, քանի որ պետք է բարդ մաթեմատիկան լավ հասկանալ ու արդյունքները կիրառել, ու նաև ինքը ունի տարբեր կիրառություններ, հատկապես նաև ֆիզիկայի մեջ։ Այսինքն այդ բոլորը ասես բնականորեն բերում էին իրար, հավաքում էին միտեղ, որ նաև հետաքրքրություն առաջանում մեքենայական ուսուցման տվյալագիտության հանդեպ, ու արդեն դրա բնական հաջորդ քայլը ավելի խորացնել գիտելիքները մագիստրատուրայում։ Վերադառնանք բակալավրի տարիներ, երբ որ առաջին անգամ գնացիր Իգրանետ կենտրոն, սա Գիտությունների ազգային ակադեմիայի կենտրոններից մեկն է, որը հետազոտություններ է իրականացնում ֆիզիկայի, մասնավորապես աստղագիտության ոլորտում։ Այ ինչպես իմացար կենտրոնի մասին, ինչպես որոշեցիր ուսանող ժամանակ վեր կենալ գնալ այնտեղ ու Իգրանետի հետ քո ճանապարհն ինչպես սկսվեց։ Հա, այդ մասով հետաքրքիր էր, որովհետև ուղղակի գործ եմ անգալիս, իսկն ինձ պետք էր աշխատանք, գումար, բայց մի փոքր ման գալուց հետո հասկացա, որ ամենաճիշտը այն կլինի, որ սկսել ավելի ցածրից, բայց մասնագիտական ուղղությամբ, այսինքն այս կարա փոքր խորհուրդ լինի ուսանողներին, որ ներդրում անեն այնպիսի ուղղությամբ, որ երկարաժամկետում իրանք հաղթող դուրս գան, քանի որ երբ որ իրանք գիտելիքները իրանք կիրառելու են, որ մասնագիտական աշխատանք անելու մեջ, թեկուզ եթե այդ պահին ինքը շատ բարձր վարձատրվող չլինի, երկարաժամկետում արդյունքը հաստատ երևալու է։ Ու փորձում էի տարբեր տեղեր, եղբայրս ասաց, որ տենց մի ինստիտուտ կա, Էկրանետ է կոչվում, որ եկել են համալսարանում սեմինար են արել, ինքը դրա մասին իմացել է, որ նման տեղ կա, աստղագիտությամբ են զբաղվում եւ այլն, կարող եմ դիմել այդտեղ։ Բյուրականը կոնկրետ այդ դեպքում հարմար չէր, քանի որ դասերի հետ չէի հարմարացնել գնալ գալ եւ այլն, դժվար կլեր իմ համար։ Գնացի մի անգամից այնտեղ, դիմեցի, արդեն ես ինքնուրույն սովորել էի որոշակի բաներ, որ կարող էի ոնց որ փորձել օգնել ինչ որ հարցերում, կոնկրետ այդ դեպքում Python ծրագրավորման լեզուն, գնացի դիմեցի Նարեկ Իսահակյան, ով հիմա իմ ղեկավարն է, ու ասաց, հա, սիրով արի կօգնեմ սովորես ինչ որ պետք է եւ այլն, ինչ որ փոքր խնդիրներ է տալիս, որ կարողանայի լուծել, ու տենց աստիճանաբար սովորեցի ու ինտեգրվեցի։ Մի քիչ Իգրանետի մասին խոսենք, ինչ կենտրոն է, ինչ ուղղություններով է հետազոտություններ իրականացնում, հետո կգանք նրան, թե դու այնտեղ արդեն ինչ նեղ թեմաներով ես հետազոտություններ անում։
Էկրանետը ինքը հապաղում է, որ բացենք International Center for Relativistic Astrophysics Network, միջազգային համագործակցություն է տարբեր երկրների միջև ու Հայաստանը հենց founding member է, այսինքն հիմնադիր անդամ, մյուս երկրներից են Իտալիան, Վատիկան պետությունը, Բրազիլիան, նաև երկու առանձին ինստիտուտներ կա որպես անդամ։ Իր հիմնական արդյունացած անունից երևում է, որ բարձր էներգիաների աստղաֆիզիկան է հետաքրքրության առարկան, կոնկրետ մեր խմբի դեպքում բլազարները, որոնք որ ակտիվ գալակտիկական միջուկների ենթադաս են։ Խոսենք դրանց մասին։ Խոսենք, բայց փորձենք հարամաչելի խոսել բլազարների մասին։ Միանշանակ։ Սկսեմ մինչև հասնել ակտիվ գալակտիկական միջուկներին, ակտիվը պարզ է գալակտիկայից։ Ուրեմն սկսենք թե ինչ է գալակտիկան։ Քանի որ շատերի համար ոնց որ այդ բառն էլ ինքը կարող լողոզված լինի ու ոչ այդքան հասկանալի։ Ուրեմն այն համակարգերում, որտեղ որ մենք ապրում ենք, երկիր մոլորակն է, երկիրը ուրեմն երկրի շուրջ sense ասած կամ մի աստղ, արեգակն է, որի շուրջ որ մենք պտտվում ենք, մոլորակները եւ այլն, ու մենք երկնքում տեսնում ենք լիքը տարբեր աստղեր։ Այդ բոլոր աստղերը, որ մենք աչքով տեսնում ենք, իրանք մի հատ sense մեծ տիեզերական կղզյակի մաս են կազմում, որը կոչվում է գալակտիկա։ Տիեզերքում կան միլիարդավոր, ավելի շատ, ոչ հաշվելի, ինչքան որ աստղերն են ոչ հաշվելի, այնքան գալակտիկաներ, որոնք որ առանձին կղզյակներ են տիեզերքի տարբեր հատվածներում, իրարից առանձնացված օբյեկտներ, որոնք ունեն իրենց աստղերը, իրենց մեգամածությունները, իրենց գազն ու փոշին ու իրանք պտտվում են իրենց ընդհանուր կենտրոնի շուրջ եւ այլն։ Ու ինչպես ցանկացած պտտվող համակարգ ինքը ունի իր կենտրոնը, ու այն գալակտիկաները, որոնց կենտրոնը որ բավականին ակտիվ է, այսինքն շատ է էներգիա առաջացնում, էներգիա ծնում ու հասցնում դեպի մեզ, կոչվում է ակտիվ գալակտիկական միջուկներ։ Հիմա իրանք տարբեր տեսակի են լինում ու իրանց մեջտեղում սովորաբար լինում է գերզանգվածեղ սև խոռոչ, supermassive black hole, ու այդ գերզանգվածեղ սև խոռոչը օրինակ մեր գալակտիկայի կենտրոնում էլ կա, որը որ այդքան ակտիվ չի։ Իսկ այս վերջի շրջանում մի քանի տարի առաջ, որ սև խոռոչ կարծեմ 15 թվականին սև խոռոչի նկար էին արել հենց մեր գալակտիկայի կենտրոնի սև խոռոչներ, որի շուրջ այդ կարմիր բանը, որ նկարով եթե մարդիկ նայեն հիմա ինտերնետում, երևում է այդ իր շուրջ պտտվող գազն ու փոշինը, որ իր շուրջ պտտվում է, սկսում է տաքանալ, պտտվելուց, քանի որ, այսպես ասած, ինքը դանդաղանում է ու շփվում է, որի արդյունքում ինքը տաքանում է, թե պարզ ասենք ինչ որ չափով խաբելով։ Հիմա երբ որ ինքը սկսում է տաքանալ, այլ գալակտիկաների դեպքում, երբ որ նյութը շատ է, ակտիվությունը շատ է, պտույտը արագ է եւ այլն, սկսում է վերևից ու ներքևից երկու ուղղություններով ինքը ճառագայթել, ոնց որ թե sense կրակի։ Ու ինքը sense ասած փարոսի դեր կարա կատարի, ոնց է փարոսը sense երկու ուղղությունից լույս է, ու ինքը երբ որ պտտվում է, այդ լույսը շարժվում է, հիմա նույն դեպքում այդ գալակտիկական միջուկի դեպքում, երբ որ ինքը շատ ակտիվ է, շատ էներգիա անջատում, այդ շիթը շատ ավելի ուժեղ է լինում։ Այն ակտիվ գալակտիկական միջուկները, որոնց այդ շիթը, այսինքն այդ փարոսի ուղղությունը ուղղված է դեպի մեզ, այսինքն մենք նայում ենք ուղիղ փարոսին, կոչվում են բլազարներ, քանի որ իրանք ավելի sense պայծառ են երևում այդ մասում։ Իրանք շատ հետաքրքիր օբյեկտներ են այդ տեսանկյունից ուսումնասիրելու համար, քանի որ հենց պարունակում են ինֆորմացիան տիեզերքեն ամենաէքստրեմալ պայմաններում, այսինքն էներգիաները բարձր, ջերմաստիճանները բարձր, ճնշումները բարձր, ու իրանք շատ հեռու են, ու այդ ինֆորմացիան գալիս է մեզ ինչ որ ձև, մենք գրանցում ենք տարբեր եղանակներով, ոչ թե մենք մեր ինստիտուտում, այլ մարդկությունը, գիտնականները ընդհանրապես, ու հետագայում արդեն ուսումնասիրում ենք իրենց։ Մշակում եք տվյալները, որոնք ստացվել են, եւ դրա հիման վրա պատկերացում եք կազմում այդ համակարգի մասին կամ սև խոռոչի մասին, որից այդ ամեն ինչը դուրս է գալիս։ Հենց հիմա խոսենք, թե քո մասը որն է այդ ամբողջ աշխատանքում, հա։ Ենթադրում եմ պետք է ինչ-որ ձևով դրանք դիտարկել, գրանցել, այդ տվյալները հավաքել, մշակել, այսինքն մի քանի փուլեր ունեցող աշխատանքն է եւ դու որ կտորով ես զբաղվում։ Այս պայդրությամբ մեքենական ուսուցման մեթոդների եւ մոդելների կիրառմամբ տվյալ խնդիրներում, քանի որ տարբեր խնդիրներ կա, որ տրադիցիոն մեթոդներով լուծելը հնարավոր է, բայց մի փոքր բարդ, ժամանակատար, ռեսուրսատար եւ այլն, ու հնարավոր է մեծ տվյալների վրա կամ փոքր տվյալների, բայց որակով տվյալների վրա կիրառել մեքենական ուսուցման մոդելներ ու դուրս բերել ինչ որ ներքին օրինաչափություններ, որը որ առաջի հայացքից աչքով անհնար է։
երևալ։ Դա օրինակ կարող է լինել հետևյալը, որ այդ օբյեկտները տարբեր տեսակի են լինում, ոնց որ մարդիկ են տարբեր տեսակի, տարբեր ռասաների եւ այլն, նույն ձև բլազարները տարբեր տեսակների են լինում, ու իրենց դեպքում ավելի པարզ է, երկու հստակ բաժանմամբ կան բլազարների դեպքում, ու կան նրանք, որոնք որ դեռ հայտնի չէ թե որ տիպին են պատկանում, օգտագործելով մեխանիկական ուսուցման մեթոդներ հնարավոր է տարանջատել նրանց տիպերը կամ հեռավորությունները գուշակել եւ այլն։ Կոնկրետ այս պահի դրությամբ ինչի վրա որ աշխատում ենք, այդ ստեղծելն է գիտնականի օգնական, օգտագործելով AI ժամանակակից AI ուրեմն տեխնոլոգիաները, որպեսզի գիտնականին օգնի հետազոտել օբյեկտները, իրականացնելով մոդելավորում, տվյալների ձեռքբերում, երբ որ այդ տվյալները պետքա դուք ասեցիք, որ վերցնել, մշակել եւ այլն, այդ ամեն ինչը, այսինքն արհեստական բանականությունը կարողանա ավտոմատ արագ իրականացնել եւ օգնել գիտնականին։ Այն սկզբում որ նշում էիր մեխանիկական ուսուցումը նաև ֆիզիկայի մեջ ներդրում է ունենում, այսինքն այնտեղի կրթությունը այստեղ նաև արդեն աստղագիտական հետազոտությունների ժամանակ էլ է օգտագործում։ Խոսքումդ նշեցիր, որ Իքրանետը միջազգային կենտրոն է, այսինքն տարբեր երկրներից գիտնականներ են միավորված հետազոտությունների շուրջ, միջազգային ինչ համագործակցություններ ունեք ու դու դրանց ինչ մասնակցություն ունես։ Տարբեր միջազգային համագործակցություններ կա տարբեր գիտնականների հետ, կոնկրետ մեկի մասին կնշեմ, Magic կոլաբորացիայի, ինքը շատ տարբեր երկրներից կազմված կոլաբորացիա, Գերմանիա, Հայաստան, Ռուսաստան, կարծեմ Ամերիկա, մի քանի երկրներ էլ չթվեմ, ինքը իրանից ինչ է ներկայացնում, այդ ուրեմն բարձր էներգիաների տիրույթում, այսինքն կոչվում է գամմա տիրույթ, աստղադիտակները, երկու աստղադիտակա, որ աշխատում են միասին տվյալների գրանցման համար։ Նախ բարձր էներգիան էլ բացեմ, թե ինչ է նշանակում, ոնց է աշխատում, միանշանակ։ Ուրեմն մենք աչքով որ տեսնում ենք ցանկացած բան, օրինակ այս, մենք տեսնում ենք օպտիկական տիրույթում, օպտիկական տիրույթը սովորական լույսն է, ցանկացած բան, որ մենք տեսնում ենք, ինքը ճառագայթում է, այդ ճառագայթումը ինքը ալիք է, ու այդ ալիքը ունի ինչ-որ երկարություն։ Ոնց որ ցանկացած, եթե օրինակ պարանը ասենց պտտենք, ինքը ունենալու է որպես ալիք իր երկարությունը, ու նույն ձև լույսը, որը որ մենք տեսնում ենք, ալիքը, որ ունի իր երկարությունը։ Բայց բարձվում է այն ինչ ինֆորմացիան, որ մենք աչքով ստանում ենք, այդ բավականին նեղ տիրույթն է դրա, ինչ որ տիեզերքում կա։ Երբ որ մենք դուրս ենք գալիս օպտիկական տիրույթից, օպտիկական տիրույթին շատ մոտ հատվածներում կա օրինակ ինֆրակարմիր, որը որ ջերմության ինֆորմացիան է, այսինքն եթե մենք օրինակ վառարանի կողքն ենք, մենք չենք տեսնում իր ջերմությունը, բայց մենք զգում ենք ջերմությունը։ Եթե հատուկ կամերաներ ունենանք, որը որ ունենք, տեպլավիզորներ sense ասած, մենք կարող ենք նաև տեսնել ջերմությունը։ Արդյունքում, եթե ինչ որ օրինակ մարդը թաքնված է ինչ որ ուրեմն բարակ պատի հետևում, ու իրանից ջերմությունը մեզ գալիս է, մենք աչքով մարդուն չենք կարող տեսնել, բայց այդ սարքերով, այսինքն ինֆրակարմիր տիրույթում իրան կարող ենք տեսնել։ Ու նաև կան մնացած տիրույթները, ռենտգեն եւ այլն, այսինքն տիեզերքը տալիս է շատ մեծ ուրեմն տիրույթով ալիքների ինֆորմացիաներ, որ մենք կարող ենք կլանել, ստանալ ինչ որ տարբեր սարքավորումների միջոցով ու մշակել տեղից իրան տեսնել, այդ օբյեկտներին տեսնել տարբեր լույսի ներքո, այսպես ասած։ Դրանցից մեկը հենց երբ որ վերցնում ենք այդ ուրեմն դա կոչվում է էլեկտրոմագնիսական սպեկտր։ Երբ որ վերցնում ենք շարում ենք սովորաբար ամենացածր էներգիայից դեպի ամենաբարձր էներգիան։ Ամենացածր էներգիան ռադիո ալիքների դեպքում է։ Հետո մեծ տեսանելի լույսն է գալիս ու հետո արդեն մնացածը որ։ Ինչի ամենացածր, օրինակ ռադիո ալիքն էլ, եթե հեռախոսով օրինակ զանգ գա ինձ, դրանից սովորաբար իմ կողքի ջուրը օրինակ չի տաքանա։ Բայց եթե վառարան իմ կողքը լինի, որից որ ես տաքանում եմ, ինձ վառարանից էներգիան գալիս, ջուրն էլ է տաքանալու, այսինքն ինքը փոխանցում է ջրին նաև էներգիա։ Ինչքան որ բարձրանալու ենք այդ ուրեմն աստիճանով դեպի վեր, դեպի էներգիայի ավելի բարձր մակարդակներ, ավելի շատ էներգիա գալու, որը որ մեզ ճակերտավոր ասած ավելի շատ կարա տաքացնի։ Դրա համար մենք ունենք մթնոլորտ, որ ավելի բարձր էներգիաների մասնիկները չկարողանան մտնել մեր մթնոլորտ ու մեզ շատ չտաքացնեն, քանի որ շատ բարձր էներգիաներում, երբ որ մեզ շատ տաքացնեն, մենք կմահանանք ուղղակի։ Իսկ այդ տաքացնելը ոնց է կատարվում, ուրեմն օրինակ, եթե արևիտակ հայտնի փաստը շատ երկար մնաց, շատ վառող արևիտակ, հնարավոր է որ մաշկի քաղցկեղ ձևավորվի։ Այդ նրանից է, քանի որ
Արագակից գալիս են ճառագայթումներ բոլոր տիրույթներով, ոչ միայն օպտիկական ինչը որ մենք տեսնում ենք, այլ նաև ավելի բարձր էներգիաների։ Ու նաև այդ էներգիաները գալիս են շատ ավելի ուրեմն հեռու օբյեկտներից։ Իրանց հետաքրքրությունը ինչու՞մ է կայանում։ Ուրեմն սովորական մասնիկները որ գալիս են, օրինակի համար արեգակից, ուրեմն կան լիցքավորված ու չլիցքավորված մասնիկներ։ Լիցքավորված մասնիկների օրինակ պրոտոնը շատ հայտնի է, իրանք փոխազդում են ամեն ինչի հետ ու ճանապարհին կարող են կորել, ասենց ասած, կամ շեղվել։ Ինֆորմացիան կկորի, ձեզ չի հասնի։ Այդ նույնն է, օրինակ ինչ որ նույն մարդը պատի հետևն է, իրանից ինֆորմացիան, որ իր դիմաց պատա դրած, լույսը իրանից մեզ չի գալիս, մենք իրան չենք տեսնում։ Բայց եթե ինքը այնտեղից մեզ հեռախոսով զանգահարի, ռադիոալիքները մեզ հասնելու են, մենք իրանց տեսնենք, բայց ռադիոալիքներն էլ, եթե շատ պատեր դնենք, ինքը աստիճանաբար կլանվելու է, ու մեզ չի հասնի։ Ոնց որ օրինակ, տան մեջ Wi-Fi սարքը շատ հեռավորության դեպքում ինքը չի աշխատում։ Այդ լիցքավորված մասնիկների դեպքում ոնց ասացի, այդ խնդիրը կա, որ իրանք երկար հեռավորություն գալուց, իրանք շեղվելու են, իրանք կլանվելու են ու արդյունքում ավելի քիչ ինֆորմացիան է մեզ հասնում։ Բայց ավելի բարձր էներգիաների դեպքում այդ նույնն է, ինչ որ կրակել ուրեմն բանը, գնդակը, զենքի գնդակը կրակել, ու ինքը շատ արագ է գնում, ու իրան ոչ մի բռնող բան ճանապարհին չկա, ինքը չի շեղվում ընդհանրապես։ Համարյա ընդհանրապես sense ասենք այդ գամա արդեն մասնիկներ են որ հիմնականում չեն շեղվում ու շատ հեռվից այսինքն կարող են հասնել մեզ ու մենք իրանց գրանցենք այսինքն այդ տիեզերական ճակերտավոր պատերը իր համար այդքան էֆեկտիվ չեն իր համար բարակ թաղանթ են որ ինքը կարող է իր միջով անցնի ու հասնի մեզ Եվ այդ աստղադիտակները որոնք նշեցիր հենց այդ ճառագայթներն են փորձում գրանցել եւ դրանց ինֆորմացիան փոխանցել ձեզ Ճիշտ եմ հասկանում։ Այդքան չէ։ Քանի որ ասացի, որ եթե մենք մթնոլորտ չունենայինք, այդ ճառագայթները մեզ վնաս կտային։ Եթե մթնոլորտը չլիներ ընդհանրապես, մենք անընդհատ ենթարկվում ենք երկիր մոլորակը այդ ճառագայթումների ազդեցությանը։ Մենք ուղղակի վերանալու ենք ու կյանքը չէր կարող ձևավորվել երկրի վրա։ Քանի որ ինքը այսպես պատնեշ է, ոնց որ գմբեթ է, որը որ մեզ ընդհանուր պաշտպանում է այդ ճառագայթներից։ Բայց ինչ է տեղի ունենում, հետաքրքիր է այդ դեպքում, երբ որ այդ ճառագայթները գալիս են դեպի երկրի մթնոլորտ, սկսում են մթնոլորտի մասնիկների հետ փոխազդել։ Արդյունքում, երբ որ այդ մեկ գամա ճառագայթը գալիս է խփում է մեր մթնոլորտի մասնիկներին, իրանից ծնվում են երկու մասնիկ, էլեկտրոն եւ էլեկտրոնի, ասենց ասած, չար եղբայրը պոզիտրոն, կամ այս դեպքում բարի, որտեղ պոզիտրոնը դրական է նշանակում, ու իրանք արդյունքում շարժվելով բախվում են այլ մասնիկների ու շղթայական ռեակցիայի շնորհիվ առաջանում է, ասենց ասած, մասնիկների կասկադ կամ air shower, այնպես են ասում, որը որ շարժվում է շատ ավելի արագ, քան մթնոլորտում շարժվում է լույսը, իսկն լույսի մասնիկային, ինչ որ մենք տեսնում ենք։ Այդտեղ որ լսողները լավ հասկանան, ուրեմն շատերի համար գիտեն, որ լույսի արագությունը ամենամեծն է տիեզերքում ու դրանից մեծ արագություն չկա, բայց ես նոր ասացի, որ այդ մասնիկները ավելի արագ են շարժվում, քան լույսը մթնոլորտում։ Որտեղ լույսը վակուումում է ամենաարագը շարժվում, ու այստեղ արդեն այդ մթնոլորտում մասնիկները սկսում են ավելի արագ, քան մթնոլորտում լույսը կլներ։ Այ հիմա այդ մասնիկներն եք գրանցում, ուզում եմ հասկանամ ինչն եք դուք գրանցում։ Երբ որ այդ մասնիկները շարժվում են, իրանք շեղում են մթնոլորտում մնացած մասնիկներին, ասենց ասած, ու դրա արդյունքում առաջանում է շատ թույլ կապույտ լույս։ Այդ կոչվում է Չերենկովյան ճառագայթում։ Այդ նույն էֆեկտն է, ոնց որ ջեթը, շատ արագ ընթացի ինքնաթիռը, որ շարժվում է օդի միջով, օդը ճեղքում է դիմացից ու հետևից առաջանում է ոնց որ իր shock wave-ը, այսինքն իր հարվածային ալիքը, ու այդ հարվածային ալիքը հետո գալիս է մեզ։ Այսինքն այդ մասնիկները շատ արագ շարժվում են, քան օրինակ ջետի դեպքում այդ բանը ձայնի արագությունն է ուրեմն մթնոլորտի մեջ, նրանց դեպքում արդեն դառնում է լույսի արագությունը։ Շատ արագ շարժվում են, առաջանում է այդ shock wave-ը կամ կապույտ լույսը իրանց դեպքում, հետո այդ կապույտ լույսը շատ թույլ լույս է, որը որ նանովարկյաններ է տևում, ուրեմն գրանցվում են մեծ աստղադիտակներով, այսինքն դրա համար պետք է մեծ չափի մակերես, որպեսզի հնարավոր լինի շատ թույլ լույսը շատ արագ ուրեմն կորող գրանցել, հետո դրա հիման վրա ուրեմն քանի որ ասացի, որ տեղի է ունենում sense մասնիկային անձրև կամ մասնիկային sense կասկադ, հետ վերականգնել, թե որտեղից է եղել այն
սկզբի կոնտակտը ու տեղից հետ վերականգնել ուղիղ գծով, թե որ օբյեկտից է ինքը եկել ու ինչ տեսակի Վերջնարդյունքից հասկանում եք, թե ինչն է սկզբում եղել, որ այդ process-ը ընթացել է ու առաջացել է լույսը այդպես։ Այդ ծրագրում դու մասնակցում ես այդ տվյալների մշակմանը, այսինքն աստղադիտակները, որոնց մասին նշեցիր, երկուսը տեղադրված են, գրանցում են եւ դու փորձում ես այդ տվյալները, որոնք ստացվել են աստղադիտակներից մշակել, ճիշտ եմ հասկանում։ Չէ, մշակմանը չեմ մասնակցում ես, կոնկրետ Magic աշխատանքների դեպքում երկու անգամ մասնակցել եմ աստղադիտումներին, հենց այսքան այդ տվյալները հավաքելու process-ին։ Իսկ ոնց է այդ երևում է այդ լույսը ինչ որ աչքին տեսանելի, ինչ որ մակարդակի հասնում է, թե ամեն դեպքում չէ։ Ընդհանրապես չէ։ Ու այդ մասով ոնց որ մարդկանց մոտ ոնց շատ մեծ թյուրըմբռնում կա պրոֆեսիոնալ աստղագիտության նկատմամբ, թե ոնց է տեղի ունենում, այսինքն մարդիկ պատկերացնում են, որ մարդիկ գնում են աստղատակով աչքով նայում են, ինչ որ բան են տեսնում, գրանցում են եւ այլն, իրականում այդպես չի։ Իրականում այդ տվյալները միանգամից միացված են շատ մեծ տեսախցիկներին ու միանգամից գալիս են համակարգչի մեջ, գրանցվում են արդեն տվյալների բազայում ու դրանից հետո գնում են մշակման մաս։ Հիմա ես կպատմեմ, թե ոնց է, ուրեմն ես այնտեղ եղել եմ որպես օպերատոր, այսինքն աստղադիտակի, ասենց ասած, մարդկանցից մեկը, որ կառավարում է իրան։ Նախ ասեմ, որ աստղադիտակները, Magic աստղադիտակները, երկու աստղադիտակ են, իրանց չափերը 17 մետր են, այսինքն իրանք բավականին մեծ են, ամեն մեկի տրամագիծը 17 մետր, բնականաբար այդ մեծության հաշվին իրանք կազմված են մի քանի ուրեմն շատ բազմաթիվ փոքր հայլիներից, այսինքն հնարավոր չի մեկ ամբողջ չափի 17 մետրանոց հայլի կառուցել, դրա համար կարծեմ 1.5-ի վրա մոտավորապես այդ չափերի փոքր հայլիներ են, մոտավորապես 150 պլյուս 200 սեգմենտ, այսինքն այդքան հայլիներ իրար կողք դրած են, այդ երկու աստղադիտակները իրարից 85 մետր հեռավորության վրա են։ Ու դա էլ է կարևոր, որ երկու աստղադիտակ լինի ստերեո, ասենց ասած, մոդով աշխատեն, որպեսզի կարողանան ճիշտ վերակառուցել դիրքը։ Ու այդ աստղադիտակները դրված են Լա Պալմա կղզում, որը որ կանարյան կղզիներից մեկն է, ինքը գտնվում է Աֆրիկայի ափերի մոտ, Ատլանտյան օվկիանոսի մեջ, Իսպանիային է պատկանում։ Ու այնտեղ գտնվում են Եվրոպայի ամենասենց առաջադեմ զարգացած աստղադիտակները ու նաև այնտեղի աստղադիտակներից մեկը աշխարհի ներկա դրությամբ ամենամեծ օպտիկական աստղադիտակն է։ Օպտիկական աստղադիտակ ոնց որ ասենք բյուրականի աստղադիտարանում է տեղադրված, այսպես մեծ կլոր գմբեթով եւ այլն, բայց կոնկրետ Magic աստղադիտակների դեպքում այնտեղ շատ տարբերություններ կա թեկուզ օպտիկական աստղադիտակներից ոնց են իրանք աշխատում։ Նախ առաջինը, երբ որ մարդիկ աստղադիտարան են ասում, պատկերացնում են այդ կլոր գմբեթը, որ ծածկում է տակի աստղադիտակը, այնտեղ մեջ սարքեր եւ այլն եւ այլն։ Magic-ի դեպքում չկա գմբեթ, քանի որ շատ կարեւոր նրբություն կա իրանց դեպքում, իրանք պետքա շատ արագաշարժ լինեն, քանի որ տիեզերքում կան երևույթներ գամմա տիրույթում, որոնք որ տեղի են ունենում մի պահ ու ընդհանրապես էլ այդ ուղղությամբ չեն լինում, այսինքն պետք է մի անգամից աստղադիտակը ավտոմատ պտտվի այդ ուղղությամբ ու գրանցի մի անգամից տվյալներ։ Ու այդ համակարգը, որ պատկերացնեք, շատ մեծ է։ Այդ չափերը, այսինքն տեսնել այդ աստղադիտակը արագ շարժվել մի ուղղությունից մյուս ուղղություն վայրկյանների ընթացքում ինչ որ բան է։ Ասենց ահավոր ձայնով, ասենց գիշերվա ընթացքում, ասենց մի անգամ ես պտտվում, տեսնում ես ոնց այդ հսկայական համակարգը, ինժեներական գլուխգործոցը մի կողմից մյուս կողմ պտտվում, ինչ որ արագ, թույլ լույսեր գրանցելու համար, որ ընդհանրապես հնարավոր չի աչքով տեսնել, նույնիսկ այդ համակարգիչներով հենց այդ լույսը մենք չենք տեսնում, այլ այդ տվյալների գրանցման process-ն ենք տեսնում, այդ շատ ֆանտաստիկ բան է։ Ու հենց այնտեղի մասնակցում է գիշերային աստղադիտումներին։ Այսինքն կառավարողներից մեկն է այդ աստղադիտակի այդ տվյալների գրանցման փուլի ընթացքում։ Այսպես է կատարվում իրաց մոտ process-ները, որպես կոլաբորացիա, տարբեր ինստիտուտներ, երկրներ եւ այլն պարտավորված են ուղարկել մարդիկ, որ կլինեն այդ աստղադիտման հերթափոխի ընթացքում
կառավարողներ, ասենց ասած։ Տարբեր երկրներից արդյունքում հավաքվում է 4-5 հոգանոց ուրեմն խումբ տարբեր երկրներից, ովքեր որ մի ամսվա ընթացքում կառավարում են այդ աշխատակը, ու ընթացքում մարդիկ նաև փոփոխվում են կախված իրենց պաշտոնից եւ այլն։ Ես կոնկրետ 2 անգամ եղել եմ այնտեղ ու մեր ուրեմն թիմի անդամներից էլ մյուս գործընկերներից էլ գնում են այնտեղ գնում են աշխատիտումների, բայց այդ ուրեմն կար ժամանակահատվածում կառավարելու համար, այսինքն ոչ թե ընդհանրապես ենք լրիվ կառավարում, այլ այդ ընթացքում իր աշխատումները։ Իսկ իր կառավարելը ընդհանուր, բացի կոնկրետ այդ գիշերվա ընթացքում դիտումներից շատ ավելի մեծ process է։ Ու վերջում ուզում եմ խոսենք նաև աստղագիտության հանրայնացման քո նախաձեռնություններից, բացի նրանից, որ աստղագիտության ոլորտում հետազոտություններ ես իրականացնում, նաև հանրայնացման նախաձեռնություն ունես, ու այդ թվում դպրոցականների շրջանում ես այդ աշխատանքը կատարում, ինչպես սկսեցիր ու ինչ աշխատանքներ ես անում այդ ուղղությամբ։ Մենակով չեմ, տեղ ուրեմն կա կազմակերպություն, կոչվում է Space 42, Space 42-ով հենց զբաղվում ենք գիտության մասնավորապես այս պայդրությամբ, աստղագիտության հանրայնացմամբ, ու մեր ցանկությունն է ընդհանուր, եթե շատ երկարաժամկետ վերցնենք, գիտության, տեխնոլոգիաների հանդեպ պատկերացումները հասցնել Հայաստանի բոլոր մարդկանց, որպեսզի հասկանան, թե ինչ որ երևույթներ ոնց են աշխատում, որպեսզի կարևորեն գիտնականների դերը, բայց այդ ամեն ինչը անելով այնպես, որպեսզի նրանց հետաքրքրությունը առաջին հերթին զարգանա։ Այդ տեսանկյունից շատ ուրեմն հետաքրքիր է հենց տիեզերքի մասին գիտությունները, քանի որ ոնց սկզբում ասացի, ինքը ուրեմն այդ միստիկ բնույթ ունի, որ մարդկանց ավտոմատ քաշում է, դրա համար նաև դրա շուրջ ձևավորվում են պսևդոգիտություններ, բայց այդ անելը կարևոր է, որ մարդկանց մոտ այդ հետաքրքրությունը աճի ու իրանք կարևորեն ու հատկապես աշակերտների շուրջ։ Նախաձեռնությունը իրականացնում ենք 2021 թվականից, 21 թվականի սկզբից, կոնկրետ այս պահի դրությամբ ծրագրերը, որ իրականացնում ենք, աստրոտուրեր, այսինքն գնում ենք քաղաքի լույսերից հեռու, հնարավորինս մութ վայրեր, շարժական աստղադիտակներով, այսինքն այն ինչ որ մարդիկ պատկերացնում են, որ իրանց սեփական աչքով են նայելու, ոչ թե գիտական սարքերով, նայում ենք տարբեր շատ հետաքրքիր տիեզերական օբյեկտների, մոլորակների, մեգամածությունների, գալակտիկաների, այն ինչ որ հնարավոր է տեսնել նկարների մեջ, նաև հնարավոր է տեսնել սեփական աչքերով ու շատ մարդկանց մոտ այդ իրականում լիքը բան է փոխում, քանի որ ուրեմն բացում է իրենց աշխարհայացքը, աշխարհընկալումը, քանի որ երբ որ նայում ես տիեզերքին, զգում ես թե ինչքան փոքր ես դու, բայց այդ երկու բան կարող անեն, կամ քեզ ճզմի, այդ մեծությունը քեզ ճզմի, կամ հակառակ քեզ մոտիվացնի ավելի մեծանալու, ավելի մեծ բաների ձգտելու, ավելի մեծ բան անելու ու հասկանալու, որ սեփական խնդիրները, սեփական ինչ-որ չելենջները եւ այլն դրանք շատ փոքր են ու մենք շատ ավելի sense մեծ գլոբալ ինչ-որ բանի մաս ենք կազմում, պետք է ավելի շատին ձգտել։ Հատկապես որպես հանրություն, այդ շատ կարեւոր է։ Դրա համար նաեւ նախաձեռնություն ենք սկսել, որ հենց գնում ենք դպրոցների տարածք ու դպրոցներում ենք իրականացնում աշխատումներ, աստղադարանը ձեր դպրոցում ծրագրով ու շատ հեշտ մատչելի ձևով աշակերտներին հնարավորություն ենք տալիս իրանց աչքով նայել աստղադիտակից, ուրեմն մենք ես ու գոլեգաներս մեր գիտելիքով փորձով ենք կիսում ֆիզիկայի, աստղագիտության հետ ու ընդհանրապես աշակերտների հետ ու այդ շատ մոտիվացնող է, երբ որ այնց հատկապես մարզերում տեսնում ես այնց շատ պայծառ լավ երեխաների, ովքեր որ ձգտում են, սովորում են, հետաքրքրվածություն ունեն, պրպտելու ձգտում ունեն։ Քանի դպրոց եք գնացել այս ընթացքում։ Այդ ծրագիրը, որ իրականացնում ենք մոտ տարի ու մի քանի ամիս, այդ ամիսների ընթացքում իրականացրել ենք 2000 պլյուս աշակերտի համար, դպրոցների քանակը այդքան շատ չի, 2000 չի, բայց 20-30, բայց կան դպրոցներ, որոնք ասենց ձերթագրված սպասում են իրենց հերթին, որ գնանք, ու այդ ծրագրից ելնելով նաև եկած ֆինանսավորմամբ, երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ֆինանսավորմամբ նաև սկսեցինք աստղադարանը մարզերում ծրագիրը, որ հենց գնում ենք ավելի հեռավոր մարզի, հեռավոր համայնքներ, աշակերտների համար նմանաբնույթ ծրագիր իրականացնելու համար, ու հետաքրքրությունը շատ մեծ է։ Ու այդ ոգևորումը, քանի որ տեսնում ես մարդկանց այդ ցանկությունը աճելու, պրպտելու։ Շնորհակալ եմ շատ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Ես հիշեցնեմ, որ Բուն TV-ի եթերում գիտության մարդիկ հաղորդաշարներ եւ իմ հյուրն այսօր Մհեր Խաչատրյանն էր։